Դիտորդական առաքելության իրավունք ունեն միջազգային կազմակերպությունները, միջազգային հասարակական կազմակերպությունները, օտարերկրյա կազմակերպությունները, որոնք որ իրենց կանոնադրական նպատակներում ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը։ Բացի այդ, նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները, որոնք կրկին ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ հարցեր իրենց կանոնադրություններում և այդ կանոնադրական նպատակը գրանցված է քվեարկության ընտրության օրը նշանակելու որոշումից առնվազն 1 տարի առաջ։ Այսինքն բոլոր այն նոր հասարակական կազմակերպությունները, որոնք թեկուզ կներառեն ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցեր, սակայն չեն բավարարի այս 1 տարվա շեմին, հնարավորություն չեն ունենա իրականացնել դիտորդություն, դիտորդական առաքելություն։ Սա թերևս սահմանափակում է և սա ևս նորամուծություն է ընտրական օրենսգրքում, որը կարծում եմ, որ չի հետապնդում իրավաչափ նպատակ և առհասարակ անհրաժեշտ չի ժողովրդավարական հասարակությունում, քանի որ ավելի նպատակահարմար է բոլոր այն կազմակերպություններին, որոնք թեկուզ կլինեն նորաստեղծ, հնարավորություն ընձեռել իրականացնելու հանրային այդպիսի կարևորություն ունեցող պրոցեսի նկատմամբ դիտորդական առաքելություն։ Բոլոր դիտորդական առաքելությունները և դիտորդները պետք է լինեն անկողմնակալ, անաչառ և չեն կարող աջակցել որևէ կուսակցության կամ որևէ դաշինքի կամ թեկնածուի։ Հավատարմագրումը դիտորդական առաքելությունների իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դիտորդներին հավատարմագրելու վերաբերյալ հայտերը ներկայացնելուց 12 օր անց կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է տրամադրել դիտորդներին համապատասխան սահմանված ձևի վկայականներ։ Դիտորդների իրավունքները և բնականաբար նրանց կարգավիճակը լիազորությունները ավարտվում են ընտրություններին հաջորդող 8-րդ օրը, սակայն եթե ընտրությունների արդյունքները վիճարկվել են դատական կարգով, ապա այդ դատական ակտի հրապարակման հաջորդ օրը։ Այսինքն դիտորդը իր լիազորություններից չի օգտվում միայն քվեարկության օրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելուց սկսած մինչև իմ կողմից նշած ժամկետները դիտորդը իրավունք ունի ընտրական գործընթացի վերաբերյալ բոլոր պրոցեսներին մասնակցելու և բոլոր փաստաթղթերին ծանոթանալու։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ևս ներառվել են որոշ սահմանափակումներ։ Այժմ յուրաքանչյուր իրավաբանական անձ իրավունք է ունենալու հավատարմագրել միայն 1 լրատվամիջոց և միայն 50 ներկայացուցիչ այդ լրատվամիջոցի։ Այսինքն էապես սահմանափակվել է զանգվածային լրատվության միջոցների տեղեկություններ փնտրելու հնարավորությունը մարդկային գործիքի տեսանկյունից։ Նրանց նկատմամբ ևս սահմանված է այդ 1 տարվա սահմանափակումը և կարող են հավատարմագրվել միայն այն զանգվածային լրատվության միջոցները, որոնք առնվազն 1 տարի իրականացրել են լրատվամիջոցի հրապարակում։ Սա ևս բավական լուրջ և էական սահմանափակում է և մեր համոզմամբ կրկին չի բխում ժողովրդավարական հասարակությունում դրա անհրաժեշտությունից։ Որպես դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների գործունեության երաշխիքներ օրենքը սահմանում է նրանց իրավունքների և լիազորությունների սահմանափակման արգելք։ Բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ նրանց նկատմամբ կարող է կիրառվել սահմանափակում։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները դիտորդների վստահված անձերի կողմից ընտրական օրենսգրքի պահանջները այն կերպ խախտելը, որն էապես խաթարում է ընտրությունների բնականոն ընթացքը և խոչընդոտում է ընտրական հանձնաժողովների բնականոն աշխատանքը, կարող է հանգեցնել հանձնաժողովի կողմից նրանց
հեռացնելու մասին որոշման կայացման։ Այդ որոշումը կարող է կայացվել հանձնաժողովի բոլոր անդամների առնվազն 2/3 քվեարկության միջոցով։ Սա նշանակում է, որ քանի որ հանձնաժողովները ունեն 8 անդամ, առնվազն 6 հոգի, 6 անդամ պետք է քվեարկի դիտորդին, ԶԼՄ ներկայացուցիչին կամ վստահված անձին հեռացնելու օգտին։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է հիշել եւ իմանալ, որ 5 անդամի կողմից քվեարկությունը չի բավարարում 2/3 չափանիշին։ Եթե քվեարկության սենյակում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների քանակն այնպիսին է, որ հանձնաժողովի նախագահի կարծիքով դա խոչընդոտում է ու խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, կրկին այս հարցը կարող է դրվել հանձնաժողովի քվեարկության եւ հանձնաժողովը 2/3 որոշմամբ կարող է սահմանել այն թիվը, որը թույլատրելի է դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների համար քվեարկության սենյակում միաժամանակ գտնվելու տեսանկյունից։ Սակայն այդ թիվը չի կարող պակաս լինել, քան 15-ը։ Այս սահմանափակումը կրկին խնդրահարույց է, այն կարծում եմ կիրառության ընթացքում կառաջացնի բավական լուրջ խնդիրներ իրավական որոշակիության եւ համաչափության տեսանկյունից։ Ընդ որում, այս սահմանափակումը չի տարածվելու այցելուների համար, այցելուների վրա, միջազգային դիտորդների վրա եւ վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստառադիո ընկերությունների վրա։ Ուրեմն բոլոր այն դեպքերում, երբ դիտորդին, ԶԼՄ ներկայացուցիչին, վստահված անձին կհեռացնեն քվեարկության սենյակից կամ հանձնաժողովի նիստից, այդ մասին պետք է պարտադիր կատարվի նշում գրառում գրանցամատյանում եւ պետք է այդ գրառումը նշում պարունակի պատճառների մասին։ Սա շատ կարևոր է հետագայում այդ որոշումը վիճարկելու տեսանկյունից։ Եվս մեկ կարևոր պատասխանատվություն, որը ձեզ կօգնի, եթե գրանցամատյանում լրացման ենթակա տեղեկությունները չլրացվեն։ Այդ դեպքի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն 300,000 դրամ, մինչև 300,000 դրամի չափով։ Սա եւս էական սթափեցնող մի պատասխանատվություն է, որը ենթադրվում է, որ պետք է զսպի նման իրավախախտումները։ Վստահված անձանց ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին կամ ԶԼՄ ներկայացուցիչներին բոլոր այն փաստաթղթերը, որոնց նրանք իրավունք ունեն ծանոթանալու չտրամադրելու համար, ինչպես նաև դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, որոնք օրենքով սահմանված է տրամադրել, չտրամադրելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն եւ այդպիսի արարքը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 5 տարի ժամկետով։ Վստահված անձը ցանկացած կուսակցություն ընտրություններին մասնակցող եւ դաշինք իրավունք ունի ունենալու վստահված անձ իր շահերը ներկայացնելու համար։ Եվս մեկ նորարարություն այս ընտրական օրենսգրքով այժմ յուրաքանչյուր կուսակցություն եւ դաշինք հնարավորություն ունի ունենալու եւ քվեարկության սենյակում միաժամանակ ունենալու 2 վստահված անձ նախկինում մեկի փոխարեն։ Վստահված անձանց նկատմամբ գործում է եւս մեկ սահմանափակում, վստահված անձ կարող է լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացի։ Ընտրական հանձնաժողովների նիստին եւ քվեարկության սենյակում, ինչպես ասացի, մինչեւ 2 վստահված անձի ներկայությունը այս ընտրություններին կարծում ենք, որ էապես ազդելու է այդ սենյակի հագեցվածությանը եւ սենյակում միգուցե գործողությունների ազատությանը։ Այնպես որ այս առումով շատ էական է, որպեսզի ընտրական հանձնաժողովների եւ բոլոր մյուս մասնակիցների գործունեությունը ապահովելու համար ընտրվեն առավել մեծ դահլիճներ, քանի որ ընտրությունները իրականացվում են ընտրական հանձնաժողովները եւ տեղամասերը իրենց աշխատանքները քվեարկության օրը կատարում են հիմնականում դպրոցներում, յուրաքանչյուր դպրոց ունի մեծ դահլիճ եւ ցանկալի է, որպեսզի այդ դահլիճում կազմակերպվեն
քվեարկության օրվա աշխատանքները, քվեարկությունը, որպեսզի մենք չունենանք անընդհատ գերբեռնված տեղամասային կենտրոններ։ Այնպես որ եթե կա մեծ դահլիճ այն տարածքում, որը սահմանված է որպես տեղամասային կենտրոն, սակայն այդ տեղամասային կենտրոնը ավելի փոքր դահլիճում է սահմանված եւ ձևավորված, այս առումով պետք է ձեռք բերել ապացույցներ այդ ավելի մեծ դահլիճի առկայության մասին, գոյության մասին, որպեսզի հետագայում բոլոր այն սահմանափակումները, որոնք պայմանավորված կլինեն դիտորդների եւ վստահված անձանց թվի հետ, մենք հնարավորություն ունենանք վիճարկել։ Մեկ կարևոր առանձնահատկություն եւս ուրեմն տարածքային ցուցակներով եւ համապետական ցուցակներով թեկնածուները առանձին վստահված անձեր ունենալու իրավունք չունեն։ Այդ իրավունքը պատկանում է այն կուսակցություններին եւ դաշինքներին։ Թվարկված կատեգորիայի անձիկ չեն կարող լինել վստահված անձ։ Դրանք դատավորներն են, դատախազները, բոլոր տեսակի քննչական ծառայությունների քննիչները, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, քրեակատարողական ծառայության ծառայողները, զինծառայողներ, դիտորդներ, թեկնածուներ, հանձնաժողովի անդամներ։ Այցելուն դա միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հյուպատոսական եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներն են, որոնք եթե իրականացնելու են ընտրական գործընթացի դիտարկում, ապա ունենալու են այցելուի կարգավիճակ։ Ուրեմն դիտորդները, վստահված անձիկ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները իրավունք ունեն ներկա գտնվելու հանձնաժողովների բոլոր նիստերին, իրավունք ունեն դիտարկելու ընտրական բոլոր գործընթացները, այդ սկսած քվեաթերթիկների, դրոշման նիշերի տպագրությունից, փոխադրումից, պահպանումից, իրավունք ունեն ծանոթանալու կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինման տակ գտնվող բոլոր ընտրական փաստաթղթերին։ Այդ փաստաթղթերից կատարելու ինքնուրույն քաղվածքներ եւ ստանալու պատճեններ, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք հրապարակված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն, այդ թվում նաև քվեարկության օրը քվեարկության սենյակում եւ քվեարկության ամփոփման ժամանակ քվեարկության ամփոփման նիստին։ Ծանոթանալու ներկայացվող բոլոր փաստաթղթերին ընտրողների կողմից, դրանք կլինեն անձը հաստատող փաստաթուղթ, կլինեն դատարանի վճիռ, կլինի լիազոր մարմնի, այսինքն ոստիկանության կողմից տրված տեղեկանք, բացառությամբ քվեարկության ընթացքում ընտրողների քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրվող ցուցակներից։ Այս բոլոր փաստաթղթերին ծանոթանալու, այս բոլոր փաստաթղթերը դիտարկելու եւ առհասարակ վստահված անձի, ԶԼՄ ներկայացուցչի եւ դիտորդի բոլոր լիազորություններն իրացնելիս նրանք իրավունք ունեն իրականացնելու տեսանկարահանում, լուսանկարահանում եւ ձայնագրություն երկու բացառությամբ։ Դա պետք է արվի այնպես, որ դա չխախտի քվեարկության գաղտնիությունը եւ նրանք իրավունք չունեն լուսանկարահանելու եւ տեսանկարահանելու ընտրողների ստորագրված ցուցակները, իսկ այդ ցուցակներին նրանք արդեն ծանոթանալու իրավունք ունեն քվեարկության ավարտից հետո, քվեարկության արդյունքների ամփոփման նիստում սահմանված կարգով։ Այս սուբյեկտները իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվելու քվեարկության սենյակում եւ ազատորեն դիտարկելու քվեարկության բոլոր process-ները, կրկին բացառությամբ մեկ բանի, բացառությամբ խախտելու քվեարկության գաղտնիության իրավունքը։ Այս իրավունքի սահմանափակման պատճառ չի կարող հանդիսանալ քվեարկության սենյակի կահավորման օրինակ խիտ լինելը։ Հետևաբար քվեարկության սենյակի կահավորումը պետք է իրականացված լինի այնպես, որ այն չսահմանափակի եւ չխոչընդոտի այս սուբյեկտների ազատ տեղաշարժի եւ
բոլոր ընտրական process-ների ու փաստաթղթերի ազատ դիտարկման իրավունք։ Այս իրավունքի սահմանափակումը միանշանակ առաջացնում է դիտորդի վստահված անձի ԶԼՄ ներկայացուցիչի իրավունքների սահմանափակում, որը պետք է արձանագրվի ձեր կողմից եւ հիմա արդեն կներկայացնենք, թե ինչ ընթացակարգերով։ Ցանկացած ուրեմն դիտորդ, վստահված անձ եւ ԶԼՄ ներկայացուցիչ իրավունք ունի կատարել հրապարակումներ եւ հայտարարություններ իր կողմից դիտարկումների վերաբերյալ եւ դրանց արդյունքում։ Պարտավորություններ, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաեւ այցելուները պարտավոր են լինել անկողմնակալ, լինել չեզոք։ Նրանք իրավունք չունեն հրապարակայնորեն արտահայտելու իրենց հավակնությունները կամ հակակրանքը որևէ կուսակցության, թեկնածուի կամ դաշինքի վերաբերյալ։ Այս պարտականությունը շատ կարևոր է դիտորդների համար եւ այն կարող է հանգեցնել նրանց նկատմամբ արդեն քննարկված սահմանափակումների։ Դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները եւ վստահված անձիկ պարտավոր են նաեւ գրանցվելու գրանցամատյանում, եթե նրանք ցանկանում են ներկա գտնվել քվեարկության օրը քվեարկության սենյակում։ Բացի այդ, ներկա գտնվելու ընթացքում նրանք պետք է կրեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան վկայական։ Այս պայմանների չկատարումը կարող է հանգեցնել քվեարկության սենյակից նրանց հեռացման։ Այո, բոլոր մուտքերը քվեարկության սենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար եւ նրանց բոլոր ելքերը պետք է գրանցվեն գրանցամատյանում, նշելով ժամը։ Սա շատ կարևոր մի բան է եւ սրան մենք խորհուրդ ենք տալիս մեծ ուշադրություն դարձնել, որովհետեւ տեղի են ունենում երբեմն դեպքեր, երբ դիտորդների կամ ԶԼՄ ներկայացուցիչների կամ վստահված անձանց կողմից բացահայտվում են որոշակի խախտումներ կամ տեղի են ունենում որոշակի միջադեպեր, որոնց կապակցությամբ այդ դիտորդի կամ վստահված անձի կամ ԶԼՄ ներկայացուցիչի, այսպես ասած, վկայությունները չեզոքացնելու նպատակով այս գրանցամատյաններում չեն կատարվում գրանցումներ, ենթադրենք, եւ պարզվում է կամ հայտարարվում է, որ այն ժամին, երբ տեղի է ունեցել A կամ B միջադեպը, որին ենթադրենք ականատես եք եղել դուք, ըստ գրանցամատյանի չի համապատասխանում իրականությանը, որտեղ այդ ժամին դուք գրանցված չեք եղել քվեարկության սենյակում գտնվող անձանց ցուցակում։ Դրա համար շատ կարևոր է, երբ դուք ներկայանում եք տեղամաս, մտնում եք քվեարկության սենյակ, համոզվեք, որ ձեր մուտքն արձանագրված է, նշված է ժամը, իսկ դուրս գալուց համոզվեք, որ ձեր դուրս գալու ժամն է նշվում եւ այդ միջակայքում ձեր դուրս գալու բացակայելու վերաբերյալ որևէ նշում չկա։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվս մի քանի սահմանափակում, որոնք նախատեսված են այս ընտրական օրենսգրքով, դրանք դիտորդների, այցելուների, ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ընտրական հանձնաժողովի գործունեությանը, աշխատանքներին միջամտելու արգելքն է, նրանց որևէ ցուցումներ տալու եւ պահանջներ ներկայացնելու արգելքն է։ Սակայն շատ կարևոր մի իրավունք, որը այս նոր ընտրական օրենսգրքով նաեւ դիտորդները ունեն, դա գրանցամատյանում իրենց կողմից դիտարկված խախտման վերաբերյալ իրենց գնահատականը արձանագրելու իրավունքն է։ Այս կապակցությամբ դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի ձեր կողմից արձանագրված որևէ իրավախախտման վերաբերյալ ձեր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում եւ այս գնահատականի չարձանագրելը կրկին կառաջացնի պատասխանատվություն այդ պարտականությունը կրող հանձնաժողովի անդամի համար, դա քարտուղարը կլինի կամ նախագահը, եթե նա եւս հրաժարվի այս ձեր իրավունքն ապահովելուց։ Եվս մեկ կարևոր պատասխանատվություն, որը կրկին այս նոր վերջին փոփոխությունների արդյունքում մտցվեց քրեական օրենսգրքում, դա
վստահված անձանց դիտորդների զանգվածային լրատվության միջոցների աշխատանքներին կամ լիազորություններին խոչընդոտելու դեպքում նախատեսված 700,000-ից մինչև 1 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանքն է կամ մինչև 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով ազատազրկումը։ Սա եւս որոշակիորեն խստացված պատասխանատվություն է, որը հուսանք բավարար սառեցնող ազդեցություն կունենա այս սուբյեկտների իրավունքների խախտումը բացառելու համար։